Ինչու են հենց հիմա Հայաստանն ու Իրանը որոշել զորավարժություն անել երկու երկրների սահմանին։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով Ադրբեջանն ամենայն հավանականությամբ դիվերսիոն կամ հետախուզական ներթափանցման փորձ է արել։ Եթե մի քանի օր հետ գան, ապա ադրբեջանական կողմը իրենց տեղեկատվությամբ այդ ուղղության վրա իրենք տվել էին ականի պայթյունից վիրավոր զինվոր, հետո քաղաքացիական անձինք։ Ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ փորձ է եղել եւ մեր տարածքն ներխուժել հետախուզական խմբեր, որպեսզի տեղում ուսումնասիրեն ականապատած դաշտերը, բացահայտեն մեր կրակակետերը, զինանձնակազմը, ռազմական տեխնիկան, բնականաբար հարձակման գործողության անցնելուց առաջ։ Նահապետյանի խոսքով պատահական չէ, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն են մասնակցում զորավարժություններին։ Սա նշանակում է, որ հայ-իրանական սահմանի ոչ թե պահպանություն, այլ պաշտպանություն է իրականացվում։ Այն նպատակով, որ Ադրբեջանից, ասենք Նախիջևանի կողմից կամ Ադրբեջանի տարածքից իրանական կողմից թափանցումներ լինեն։ Իրանական կողմի տարածած տեսանյութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտարարել է, որ երկու երկրները խաղաղ զորավարժություններ են անցկացնում սահմանամերձ Նորդուզ շրջանում։ Ոչ մի վտանգ չկա, զորավարժությունները խաղաղ են, նախապես մտածված են եղել զորավարժությունների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները։ Դրանք իրականացվում են տարածաշրջանում կայուն խաղաղությանը համահունչ, հիմնական նպատակը սահմանների անվտանգության ամրապնդումն է։ Հայկ Նահապետյանի խոսքով պատահական չէ, որ իրանցի բարձրաստիճան զինվորական է մեկնաբանություններ տվել զորավարժությունների մասին։ Սա մակարդակի բարձր աստիճանի մասն է խոսում։ Հայկական կողմը ոչինչ չի ասել, բայց կարող ենք ենթադրել, որ իրանական կողմը այդ մակարդակով է լուսաբանում, ապա ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմից թափանցումներ են եղել։ Հավանաբար հենց այս պատճառով էր իրանցի զինվորական ընդգծել է երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն, հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Երկուստեք պայմանավորված կոնկրետ իրականացնում են սահմանի պաշտպանություն։ Ռազմական փորձագետը վստահ է հայ-իրանական զորավարժությունների հիմնական հասցեատերը թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Թե Երևանը, թե Թեհրանը հասկացնում են տարածաշրջանի երկրներին, որ թույլ չեն տա ռազմական գործողություններ։ Եթե ադրբեջանական կողմը ուղղությամբ եւ Հայաստանի եւ Իրանի ուղղությամբ ռազմական գործողություն անի, ապա կստանա արժանի հակահարված։ Ես չեմ բացառում, որ այս զորավարժությունների պատրվակով երկուստեք զորքերի կուտակում լինի, որտեղ հետախուզական գործողություններ հակառակորդի կողմից պատահական չի լինում։ Սովորաբար հետախուզում են մարտից առաջ։ Մարտից առաջ փորձագետի խոսքով թշնամին նաև հոգեբանական տերորի է անցնում։ Շուրջ 3 շաբաթ է անհանգիստ է հայ-ադրբեջանական ամբողջ սահմանագոտին, հատկապես վերջին օրերին Իրանի սահմանակից Սյունիքի ուղղությամբ է ակտիվացել Բաքուն։ 24 ժամվա ռեժիմով ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ, դա հոգեբանորեն ազդում է։ Ռազմական փորձագետը նկատում է սահմանամերձ բնակավայրերում ապրողների վրա ադրբեջանական կրակոցներից բացի, նաև Հայաստանի վարչապետի հայտարարություններն են հոգեբանորեն ազդում։ Փաշինյանը ապօրինի հայտարարություն է արել։ Հայկ Նահապետյանի պնդմամբ Փաշինյանը իրավունք չունի չկրակելու հրաման արձակել։ Այդ լիազորությունը, եթե երկրում ռազմական դրություն հայտարարված չէ, ունի միայն զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։